Այսպես եմ վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, գովասանք, այսինքն, որ մարդիկ կարող են իրար գովել, կան մարդիկ, որոնք հենց բարի նպատակով գովում են մյուսին, այն նպատակով, որ մղեն նրան բարի գործերի մեջ հաստատ մնա, կամ ասենք ինչ-որ երիտասարդի, որ հարգանք է ցույց տվել տարեցին, որ հիմա տեսնում եք այդքան էլ այդպես չէ, բայց եթե նկատում են այդպիսի բան գովում են, բարի նպատակ է, մղում է, որ երիտասարդը չքաշվի, այլ ընդհակառակը ավելի շարունակի այդ վերաբերմունքը ցույց տալ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք արժեքավորում են այդ վերաբերմունքը, կամ գովում են մարդուն հավատքի մեջ հաստատ մնալու նպատակով, արդարության ճանապարհի մեջ հաստատ մնալու։ Իրականում գովասանքը ինք իրենից անեծք չի, բայց կարա անեծք դառնա, եթե մարդիկ ճիշտ չգործածեն կամ գովասանքի արժանացած մարդը ճիշտ վերաբերմունք ցույց չտա։ Դրանից գայթակղվի եւ ընկնի պարտության մեջ։ Եվ թեկուզ պարզամտությամբ բարի նպատակով իրեն գովեն, բայց ինքը սկսի դրանով իրեն մեծարել, իրեն մեծ տեսնել, հպարտանալ, հավասարակշռությունից վիճակից ընկնի։ Բայց կան մարդիկ նաև ոչ թե ուղղակի բարի նպատակով, հենց նենք նպատակով են գովասանքը գործածում, շողոքորթելով մարդուն, իրենց նպատակն է չար, թեկուզ գովում են, ինչ-որ մի առավելություն են մատնացույց անում և սկսում են գովել մարդուն։ Այսպիսի մի խումբի մասին է խոսում Պողոս առաքյալը Հռոմեացիս նամակում, որ նենք նպատակով են գովասանքը օգտագործում, Հռոմեացիս 16-րդ գլխի 17-ից 19 համարները կկարդամ. Աղաչում եմ ձեզ եղբայրք, որ մտիկ տաք նրանց, այսինքն նայեք, ուշադրություն դարձրեք, որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորեցիք և հեռու քաշվեցեք նրանցից, որովհետև այդպիսիները մեր Տեր Հիսուս Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին և քաղցր խոսքերով և գովությունով խաբում են անմեղների սրտերը, որովհետև ձեր հնազանդությունն ամենի ականջն հասավ և սրա համար ուրախ եմ ձեզ համար, միայն ուզում եմ, որ դուք իմաստուն լինեք դեպի բարին և միամիտ դեպի չարը։ Այս կարճ տեքստում Պողոս առաքյալը տեսեք ինչ է ասում, ես ուրախ եմ, գովասանքի հոմանիշ միտք է, չէ՞, ուրախ եմ, որ ձեր հավատքը հայտնի է լինում, ձեր հնազանդությունը հայտնի է լինում, սակայն երբ որ ձեր հնազանդությունը շատերի ականջին հասավ, մարդիկ վեր են կացել ձեր նկատմամբ նենք նպատակով, որ շեղեն ձեզ Քրիստոսին հետևելու ճանապարհից և շեղելու գործիքը նրանց քաղցր խոսքերով և գովությունով խաբում են անմեղների սրտերը, զգուշացնում է սա Պողոս առաքյալը, քաղցր խոսքերով գովաբանում են։ Մի հատ օրինակ բերեմ, Երևան միտեղ գնում էի այցելում մի խմբի, այդտեղ էին մասնակցում կին ամուսին, երիտասարդ կին ամուսին ու պատմեցին, որ ասում էի մենք երկուսով մի խմբի մեջ էինք հայտնվել, չեմ հիշում իհարկե ինչ պատճառով, որ այնտեղ կային մի ուրիշ խմբից հավատացյալներ այդ հասարակության մեջ
երբ որ տեսան, մենք հավատում ենք, հավատքից ենք խոսում, վկայում ենք Քրիստոսի մասին, սկսեցին բան անել, մեզ հետ աշխատել, այսինքն ավելի շատ կիններ վկայում։ Իսկ ամուսինը այդպես ապաշխարած էլ չէր լուրջ, ուղղակի հավատում էր Աստծուն, բայց ոչ խորությամբ, բայց շատ կատակներ անող մարդ էր։ Ասում եմ, եւ սկսեցին ամուսնուց շուրջ հավաքվել, ամուսիններ էր նույնը պատմում եւ կիններ։ Հավաքվեցին շուրջ եւ ասեցին. երևում է դուք հավատքի մեջ եք, բան, հավատքի ինչ որ տեղ է գնում, հա, բան, մենք մի խմբի մեջ մասնակցում ենք, բան, այդ ուժեղ քարոզիչ կլնես, ասում եմ, ամուսնուց են ասում։ Ինչքան ժամանակ է մասնակցում եք, ինչ որ մի ժամանակ է ասում, հա, որտեղ եք հասել, բան, դե նոր այդ մարդը լավ աշխարհած չի, պատկերացրեք, ասում են ինչ որ ամիսներ է մասնակցում է, բայց զարմանում են, որ դու ոնց է մկրտված չես, ինչ ճարտար խոսող տղա ես, ոնց է քեզ չեն մկրտել, ծառայության մեջ դնեն, այ որ մեր մոտ գաս դու արդեն ծառայող կլինեիր արդեն։ Իսկ դե որտե ես այդում որ քեզ չեն էլ մկրտել սկի։ Բայց այդ տղան ապաշխարած չի։ Նրա հավատը սկզբնական քայլեր անող մարդու հավատ է։ Պատկերացնում եք, գովասանքով ուզում էին հափշտակեին, հայ, ասում է պիտի հափշտակեին և կինն է փրկել այդ որսորդներից, կինն է փրկել, որ ես սրանցից մի գայթակղվի, դու չես նկատում, որ այն մարդիկ, որ մեր հետ աշխատում են, նրանք քեզ չեն սենց ոգևորում փուջ բաներով, քո պատմած անեկդոտները, կատակները մի հատ հոգևոր միտ չունեն, բայց սրանք եթե հոգևոր մարդ լինեին, դրանցով չէին քեզի գնահատի, այլ կգնահատեին դու ինչ գիտես ավետարանից։ Ասում է դու գիրքը չես կարդացել, սրանց լսում ես ուր է դաս քարոզիչ դառնաս իբրև, հələ գիրքը չես կարդացել, պատկերացնում եք, հափշտակում են, այո, եւ գովասանքը ճիշտ է, որ ասում առաջին հերթին կարծես նզովք չի, անեծք չի, բայց երբ որ մարդիկ չար նպատակով են, նենք նպատակով են մոտենում, այո, անեծք է դառնում։ Բայց դեր սա ասեմ, ընդհանուր առմամբ մարդը, երբ որ գովասանքի արժանանում պետք է զգույշ լինի, թեկուզ լավ նպատակով իրեն գովեն, մարդը պիտի զգույշ լինի։ Մեկ այլ դեպք պատմեմ, որ գովասանքի արժանանում են հենց մեր եկեղեցում շատ մարդիկ, որ համեստ են իրենց պահում, խոնար են իրենց պահում, աշխատանքի տեղում, շրջապատի մեջ եւ իրականում լավ բան է դա։ Ես մի քույրիկի հանդիպեցի մեր քույրերից, կնոջս հետ գնում էի մեքենայով իրեն էլ դեպի իրենց տան կողմ էին գնում, տարա մեքենայով ճանապարհին պատմում է, վայ, ինձանից այնքան են գող մեր կոլեկտիվ աշխատանքային, ասում են, ինչ սուսուփուս գինես, ինչ համեստ գինես։ Հիմա պատկերացրեք, որ Երանի այդ քույրիկը լսի խոսքը, չկարողացա այդ պահին իր երեխան էր հետը, չկարողացա այնպես խոսեի, որ նպաստեր բժշկվելու, բայց իր խոսքից, տոնից երևում է, որ հափշտակվել է, գայթակղվել է։ Հիմա հիշեցնում եմ իրեն Քրիստոսից միտք, խոսք, ինչ որ բան եմ հիշեցնում, երբ որ ես ուզում եմ խոսել Քրիստոսից, ձայնը կտրած լսում եմ, բայց չի հասկանում ինչ եմ խոսում։ Ու նորից գովասանքից է խոսում։ Նորից ասում եմ, մեկն եկավ ասեց, ինչ համեստ ես, երանի թե մեր ամբողջ աշխատակային կոլեկտիվը քեզ նման լինի։ Գովասանք է։ Ճիշտ է, այդ գովասանք անողը չեմ կարծում, որ աշխատանքային կոլեկտիվի մի անդամ եսի ինչ նպատակ ունենար, բայց քույրն էր, ակնհայտ երևում էր, որ երբ որ Տիրոջից խոսում եմ, ինքը չի կարողանում լսել։ Ինձ ընդհատում է նորից իրեն գովասանք անողների խոսքերն է, նորից հիշում և խոսում, պատմում, ոնց են իրեն մեծարում, զմայլված էր ինքը, երանի այդ կախարդանքից դուրս գա։ Երբ որ մարդը սկսում է տարվել
այդպիսի բաներով միտքն էլ է փակվում։ Չի կարող վերիները մտածի, չի կարող։ Երբ որ չար նպատակով, մանավանդ չար նպատակով մարդիկ տեղ իրենց խոսքերով, իրենց գովասանքներով ու շողոքորթությամբ տեղ գտնեն մարդու մոտ, դրանց վրա ներգործողը սատանան է։ Եվ պիտի սատանան էլ հենց ազդեցություն ունենա այն մարդկանց կյանքում, ովքեր որ տեղ կտան, այդ գովասանքներին կգայթակղվեն ու կսկսեն հերձվածողներին լսել, նրանց շողոքորթությանը ականջ դնել։ Ես կարդացի Հռոմեացիս նամակի 16-րդ գլխի 17-ից 19 համարը, կարդամ 20 համարը հիմա, այսինքն 19 համարուց կկրկնեմ 19 և 20 հետը կկարդամ, որովհետև ձեր հնազանդությունը ամենի ականջը հասավ և սրա համար ուրախ եմ ձեզ համար, միայն ուզում եմ, որ դուք իմաստուն լինեք դեպի բարին և միամիտ դեպի չարը, պարզ մաքուր լինեք, չար բաները ընտրող չլինեք, և խաղաղության Աստվածը խորտակե սատանային ձեր ոտների տակ շուտով, այսինքն արագ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ, ամեն։ Անհանգստացած է առաքյալը, մաղթանք է անում ինչ-որ չափաղոտք, որ Տիրոջ շնորհքը ձեզ վրա ձեզ հետ լինի, որ դուք կարողանաք հաղթել սատանային, նա ձեզ չհաղթի, և Տիրոջ զորությունով Աստված խորտակե սատանային ձեր ոտների տակ և արագ, շուտով, այսինքն պարզ ասած տեքստին, որ նայում ես, այս հափշտակողները, որոնք գործածում էին այդ գործիքը, գովասանքը, շողոքորթությունը, սատանայի ներգործությունից է, որ մարդուն որսան, տանեն։ Ասենք, ինչպես որ նշեցի, կան մարդիկ, որ պարզությամբ, պարզամտությամբ կարող է գովեն, կան մարդիկ, որ չար նպատակով կարող են գովեն, երկու դեպքում էլ մարդը պետք է գովասանքի արժանացավ զգուշավոր լինի, իր անձի համար։ Իրականում վտանգի բերան են հաջողություն ասած մարդիկ, ինչպես որ նշեցի, նոր հեզությամբ, խոնարհությամբ վարք ունի մարդը, գովասանքի արժանացավ, չպիտի տարվի դրանով, իր համար դա եղած չեղած պիտի լինի, ես մեռած եմ այս աշխարհի համար, աշխարհը մեռած է ինձ համար, այսինքն մեկացած եմ Քրիստոսի մահվան, և այս աշխարհը ինձ համար, այսինքն ինչպես աշխարհիկ մարդու այդպեսի վերաբերմունք չունեմ այս աշխարհի հանդեպ, այս աշխարհի խորհուրդները դրանք իմ խորհուրդները էլ չեն, այսպես պիտի լինի մարդու համար, եթե նույնիսկ գովասանք էլ արժանանա, էլի պիտի կարողանա հավասարակշռված լինի, վտանգված են տեսքով գեղեցիկ մարդիկ, որ սիրուն են, Աստված օրհնել է սիրուն լինեն, սակայն փառք Աստծուն, երբ որ ասեն, վայ ինչքան սիրուն ես, մի հալում հաշվի եղիր, հետո ասեն, ես իմ մեջ սա կասեմ, փառք Աստծուն, բայց փառք Աստծուն ինձ չեն ասում սիրուն ես, բայց որում ասում են թող զգուշ լինի, Տերը ձեզ օրհնի, ժողովուրդ ջան, կարա մարդը դրանով զմայլվի ու չնկատի ինչ բացասական հետևանք է թողնում իր վրա, մարդը երբ որ տարվեց այդպիսի բանով, դա իր ուշք ու միտքը հեռացավ արդարության ճանապարհից, Տիրոջ խոսքի վրա մտածելուց, սկսում է շատ ավելի իր տեսքի վրա ավելի չափից ավելի աշխատել, որ ավելի սիրուն լինի, աշկծակող դառնա, բայց թող մեր գովասանքը Տերից լինի, իսկ Տերը նայում է մեր սրտերին, մեր սիրտը սիրուն լինի, մաքուր ամեն օտար խորհուրդներից, չար շարժառիթներից, մաքուր և Տիրոջը հաճելի մարդ, սրանով մենք պիտի իսկապես ուրախանանք, իմաստուն մարդիկ,
իմաստուն մարդիկ, որ իսկապես իմաստուն են, իրենց համար էլ այնպես վտանգ կա։ Տեսեք, օրինակ Հռոմեացիս նամակում երկրավոր իմաստություն ունեցող մարդիկ շատ շուտ են շեղվում, շատ շուտ ընկնում այն աստիճան, որ նրանց փրկության գիտության բերելը շատ դժվար է լինում, շատ դժվար։ Հռոմեացիս նամակում առաջին գլխի ուրեմն առաջին գլխից կկարդամ 21-րդ համարից մինչև 25-ը կկարդամ։ Որովհետև Աստծուն ճանաչելով մարդիկ են, նույնիսկ Աստծո գիտություն ունեն։ Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցավ, ասելով թե իմաստուն են հիմարացան եւ աննեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թրջունների եւ չորքոթանիների եւ սողունների պատկերների նմանության հետ։ Նրա համար Աստված էլ նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության մեջ բխտության համար, որ խայտառակեն իրենց մարմիններն իրենց անձերումը, որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագություն ուպաշտեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որ օրհնյալ է հավիտյանս ամեն։ Իրականում իմաստուն էին։ Աստված շնորհել էր հասկացողություն, որ ճանաչեին էլ Աստծուն, բայց մեծամտացան։ Նման մարդկանց շատ գովում են, դու շատ խելացի մարդ ես։ Միազգականն ունեմ, որ հավաքում են հանկարծ ինչ-որ մի առիթով սեղանի շուրջ, շատ են ընկերները, արդեն իմ տարիքի մարդ է, ազգի ցեղի երիտասարդները իրան շատ են գովում, որ խելացի մարդ է, հանկարծ որևիցե մի առիթում ինքը գովասանք չլսի իր մասին, այդ առիթը համարվում է, որ լավ չէր կազմակերպված։ Պատկերացնում եք, որովհետև մի կարևոր բան կար պակաս, թե ինչներ չգիտեմ, բայց լավ չէր կազմակերպված, գովասանք չկար, արդեն գայթակղվել է և ցավում եմ, որ բավական Աստծո մասին խոսել է իր հետ, բայց փառքից իր իմաստությունից խաբված կարծես համարում է իրեն շատ մեծ իմաստության տեր, բայց մարդու իմաստությունն ինչ է։ Ոչինչ։ Եվ Քրիստոսի խաչի գործը, որ իմաստության ակունք է, չի կարում հասկանալ։ Առաջ հասկանում էր, որ Հիսուսն է աշխարհի փրկիչը, բայց հիմա այդ անձնավորությունը փակվել է միտքը։ Այն ինչ որ տվել է, եթե կորցրել է։ Պատկերացնում եք, ակնհայտ տեսնում եք կորցրած։ Ես սենց ասած ցավ եմ ապրում, կարծես սգավոր իրեն որ տեսնում եմ կամ հիշում, սրտիս մեջ մի վերք, բայց ինքը ուրախանում է, որ օրեցօր գովասանք անողները շատացել են, բայց իրականում կորցրել է Աստծո գիտությունը, խաչի գործի մասին այն թեման, որ լսել էր, հասկանում էր, ինքը մարդկանց դրդում էր, որ հավատան, թեև լիարժեք ապաշխարած չէր, թեև, ասենք, ինչպես դուք այսօր կաք, այդպիսի վիճակին չէր, բայց բավական հավատքը գործ ուներ իր կյանքում։ Հավատքի գործեր էր երևում իր կյանքում։ Հիմա լրիվ հակառակ պատկեր։ Հափշտակեց հակառակորդը գովասանքով։ Կուլ տվեց։ Եվ կասենք, լավ, ինչ մի հերձվածողություն է նրան տարել։ Նա խաչի գործ էլ չի կարողանում տեսնել Աստծո իմաստություն։ Նա այլ բաներ է տեսնում, որպես մարդուն բարձրացնող արժեքներ, երկրավոր ինչ-որ գիտություն, ինչ-որ հարցերի մասին լավ տեղեկություններ կարա տա, խոսի,
Բայց Քրիստոսի խաչի գործի մեծությունը չի կարող հասկանալ։ Արի ու տես։ Քրիստոսի խաչի գործի մեծությունը հասկացող մարդը ավելի իմաստուն է, քան այս աշխարհի մարդիկ։ Ինչպես որ Կորինթացիս նամակում ասում է, Քրիստոսին հավատացողը, որ պատկանեց Աստծուն, ասում է Աստծո պատկանած մարդը, Աստծո հիմարը, այն որ մարդիկ են ասում հիմար։ Ավելի իմաստուն է, քան այս աշխարհի մարդը, որովհետև Քրիստոս Աստծուն պատկանած մարդը Քրիստոսի խաչի գործն է հասկացել։ Նրա ձեռք բերած այդ ինֆորմացիան ավելի մեծ փառքի, հաղթության, ապա ավելի մեծ երջանկության պիտի հասցնի, քան այս մարդուն, որ կարծում է ինքը շատ իմաստուն է։ Ու գայթակղված, հափշտակված այդ կեղծ իմաստությունով, հափշտակված երկրավոր գիտությունով ցավում եմ, բայց իրականություն է։ Եվ գիտեք, շատ հեշտ են մարդիկ որսվում գովասանքով։ Շատ լուրջ զենք է սա։ Շուտ է հաղթում մարդուն։ Պետք է զգուշ լինեն բոլոր ծառաները, ինձանից սկսած բոլորս։ Երբ որ Աստծո շնորհներն արտահայտվում է, Աստծո տված իմաստությունն արտահայտվում է մեզանում, կազմակերպչական գործի մեջ լինողը, երգի մեջ լինողը, երաժշտության մեջ լինողը, ամեն մի ծառայություն անող, երբ որ հաջողության է հասնում, երբեք թող չբավարարվի դրանով։ Նախ պիտի հասկանաս, որ ամեն բարի տուրք Աստծուց է։ Կատարյալ շնորհները, պարգևներն Աստծուց են։ Դրանով չպիտի գայթակղվես, փառքը տաս Աստծուն։ Կարող է մարդիկ գովեն։ Ասեն այսօր լավ քարոզեցիր, այսօր լավ երգեցիր, այս գործը լավ կազմակերպեցիր։ Քո ծառայության մեջ գովասանքի ինչ-որ բաներ ասեն, վտանգի մեջ են այս մարդիկ իրականում։ Ամեն մարդ թող արթուն լինի։ Եվ դրա համար էր ասում Պողոս առաքյալը, պարծեցողը թող Տերով պարծենա։ Իրականում սա է։ Եթե Աստծո շնորհը մեզանից վերցվի, ոչինչ ենք։ Ոչինչ ենք։ Ժողովուրդ ջան, շատ երիտասարդներ այսօր ներկա են հավաքույթին, մասնակցում են ժողովների, իրենց տներում լսել են Աստծո խոսք, մանուկ տարիքից լսել են Աստծո խոսք, մասնակցել հավաքույթներին, ապաշխարելու դուռ է բացվել իրենց համար։ Իրենց ծնողներն են տարեքով հասակ առաջ ժամանակ ապաշխարել։ Տեսել իրենց ոչինչ լինելը։ Հասակ առանք սովորեցինք, մարդկանց հետ շփվեցինք, գիտեինք, թե աշխարհի, սենց ասած, խելացի ու հաջողակ մարդիկ ենք, բայց երբ որ Աստված միտքը բացեց, հասկացանք ոչինչ ենք։ Հիմա բայց էսի մեր կյանքով, մեր գլխով անցածն ենք, տեսել, հասկանում, բայց երիտասարդը, որ նոր է մանուկ հասակից այս ճանապարհի մեջ է գալիս, իր համար արգելված պտուղը քաղցր է։ Կարծես թե այն բաները, որ ծնողս ասում է, մի ուշադրություն դարձրու, մի զմայլվիր, գուցե այնքան էլ փորձ չունի, բայց գլխով անցած է։ Տեսել է, որ դա զմայլվելու բան չի։ Չի ուզում, որ դու խաբվես այդ գովասանքներից, այդ հափշտակող բաներից խաբվես, ուզում է քեզ օգնել։ Մի մտածիր, որ դու այսօր կարող ես շատ լավ կոմպյուտերային ծրագրերի տիրապետես։ Ես վերցնեմ հեռախոս ուղղակի զանգեմ, թորնիկս վերցնի հեռախոսս եւ ես ինչեր անի։ Բայց չի նշանակում, որ ունի այն փորձառությունը, ինչ որ ես։ Դա չի նշանակում։ Եվ պետք է որ հաշվի առնի մարդկանց գլխով անցածը, որ մարդիկ պատում են իրենց կյանքից, իրենց խաբված վիճակը, ինչպես խաբվեցին սխալ մտքերից, ինչպես այս կյանքի փորձություններ տեսան եւ ուզում են իրենց սերունդը անարատ լինի, մաքուր լինի։
Եթե երիտասարդը կարողանա մեծերի, sense բարի այդ ցույց տված բաներով ապրի, նա ավելի մեծ հաջողության կհասնի, քան իրեն ուսուցիչները։ Նա ունի ժամանակ ավելի մեծ բաների հասնելու, ավելի մեծ հնարավորություն է տրվում, որովհետև կուտակած մի հարստություն տրվեց փորձառություն իրեն, որի վրա ինքը պիտի ավելացնի։ Բայց եթե չի վստահում մեծի գլխով անցած փորձառությանը, նա պիտի 0-ից սկսի ինքն էլ անընդհատ ընկնի փոսերի մեջ, բայց կարող է ընկնի ու չկանգնի։ Հափշտակող գովասանքներ կան, որ մարդուն կուլ են տալիս։ Երիտասարդներ կան, որ բավական հավատքին մոտիկ էին, բայց իրենց նայում եմ ցավում այդ երիտասարդներին, որ այնպիսի մարդկանց ձեռքն են ընկել, որ գովաբանում են օտար կյանքը, աստվածամերժ կյանք, Աստծո օրենքներին հակառակ մտածելակերպ, հանցավոր կյանք։ Եվ այս երիտասարդները այդ գովասանքներից հափշտակված մնում են հանցավոր կյանքի մեջ եւ անընդհատ ջրում են այդ գաղափարը, անընդհատ գովում են, այ դու ստեղ լավ կարացիր ֆրացնեիր մարդու է, ապրես է, գովում են, ուստեղ դու կարողացար թեկուզ արդար չէր, բայց քո խոսակցությունը, քո արածը, բայց հաղթեցիր, տակից դուրս եկար։ Այս գովաբանություններով պահում են մարդուն ծուռ ճանապարհի մեջ։ Հիմա ինչքան էլ նրա ծնողը իր զավակի համար հոգի անում, ուզում է աշխատանք տանի, որ դուրս գա, գովասանքներով հափշտակած պահում են։ Լուրջ որս անելու միջոց է սա։ Մարդուն որսալու գովասանքը։ Աստված պահի ժողովուրդ ջան մեզ։ Բայց մարդիկ կան փառք Աստծուն, հոգերապես աճել, աստունանում են, նայում ես գովեսել նույնը, չգովեսել նույնը։ Ինքը նվիրված Տիրոջը կաշխատի, կծառայի, չգովես կծառայի, գովեսելի կծառայի։ Իսկապես այս մարդուրը չի ազդում։ Իրոք խաչն է ելել։ Դա Աստծո շնորհք է։ Եվ դա պիտի արտահայտվի բոլորիս կյանքում։ Տերը զորացնի ամենքիս։ Վտանգի մեջ են հարստություն ունեցողները։ Եվ Պողոս առաքյալը խոսում է Տիմոթեոսին, որ մարդկանց հետ աշխատելու ժամանակ ուշադրություն դարձնի, որ մարդիկ, երբ որ հարստություն մի ունեցվածք ունեն, չընկնեն։ Առաջին նամակ Տիմոթեոսի 6-րդ գլխից կկարդամ 17-ից 19 համարը, տեսեք ինչ է խրատ տալիս Պողոս առաքյալը Տիմոթեոսին, ինչ աշխատանք տար։ Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան, եւ ոչ էլ ունային մեծության վրա հույս դնեն, այլ կենթանի Աստծո վրա, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն եւ կարոտներին հաղորդ լինեն։ Իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն։ Այս աշխատանքը տար, այս թեմաներով ուսուցում տուր ժողովրդին։ Պողոսը խրատում է Տիմոթեոսին, այսինքն խրատում է մեզ, որ մենք այս հարցերով մտածենք, խոսենք, մենք մեր անձերի վրա էլ աշխատենք։ Մենք եթե բարի անելու հնարավորություն ենք անում, մեր աչքը գցած, որ երկնքից վարձ կառնենք, որ մեր բարի արածն էլ չկորցնենք, հանդերձյալում ստանանք, հավիտենական կյանքի մեջ ստանանք դա։ Եվ չգովեն էլ այս գործում, բարի գործերի մեջ, գովեն էլ նույնը մնաս, դու չփոխվես, հարստություն ունենալն է քեզ չգայթակղեցնի, չթուլացնի։ Մարդիկ, մեծ ունեցվածքի տեր մարդիկ լսել եք, որ երբ որ ինչ որ մախինացիաներ էին անում,
մեծ ունեցվածքի տեր մարդիկ տեսնում ես մեծ թվեր կորցրեցին, բայց իրանց կորցրած իրանց ունեցվածքի մեջ այնպես չէր, որ իրենց կյանքից բան պիտի պակասեր։ Եթե օրինակ 5-ը ուներ, 2-ը կորցրել է, 3-ը մնացել է։ Վայ, այնպես ծանր տարան, որ մարդիկ ինասպան եղան։ Իսկ ինչ է նշանակում։ Ահավոր բան ասա, չէ՞։ Կապվածություն ունեցվածքի հետ։ Բայց գիտեք, հարուստ մարդիկ, ունեցվածք ունեցող մարդիկ, շատ բարի բաներ են, լավություններ մարդկանց։ Նեղության մեջ լինողներին օգնում են, եւ ամբողջ, որ նայում ես օգնությունները, որ արվում է, օգտագործում են իրենց շուրջը, նույնիսկ վճարում են լրագրողներ լինեն, անձնական լրագրողներ, եթե չկա ուրեմն այս օգնություն իմաստ չունի անել, լրագրողն ուր է, շատություն եք դարձնում ինչի մասին է խոսքը, ինքը սովոր չի ծածուկ անել, բայց ինչ է խրատ տալիս Պողոս Առաքյալը Տիմոթեոսին սովորեցրու, որ մարդը այդպես չլինի, ինքը Աստծո առաջին վարվի։ Եղել են մարդիկ, հանդիպել են հավատացյալ մարդ, որ ունեցվածք է մեծ չափով գումար է կորցրել։ Ասում է եղբայր, այսքան մեծ չափի գումար եմ կորցրել, մի կարևորը երեխեքս դրա պատճառով փորձանքների մեջ չընկնեն, աչքից չի երևում։ Իրոք, նայում ես այս մարդ հավատացյալ մարդ է։ Հավասարակշռությունից դուրս չի գալիս, սովորական իր համար, իր ընտանիքի փրկության մեջ մնան, գնան դեպի Աստված, դրա պատճառով վեճերի, գայթակղությունների մեջ չընկնեն։ Առողջ է մտածում։ Ինչ ես շահելու, եթե քո անձը կորցնես, բայց աշխարհ շահես։ Այս ով որ մեռավ, դրվեց հողը, ինչ տարավ իր հետ։ Ոչ մի բան։ Էդ էլ էր ունային աշխատանք։ Ոչ էլ մարդը գովասանքներով տարվի։ Եթե գովասանքներ ես ակնկալում, ինչ էլ արեցիր, կորցրեցիր։ Եթե քո արածը նպատակն էր, որ քեզ գովեին, ստացար։ Գովասանքներ, լրագրողն էլ նկարեց, այն մի եղբայրն ու քույրերը եկավ ասեց քեզ, փառք պատիվ քեզ, իհարկե այդ բառերը չեն ասում, սպասում էի շնորհակալության, ասում էի շնորհակալություն, էլի կասեն շնորհակալություն, բայց դու մի ակնկալիր դրան, եթե դա ակնկալում ես այդ շնորհակալությունը լսելու ու քեզ մեծարվելուն ես ակնկալում, այդ էլ ստացար։ Բայց եթե դու չես ակնկալում այդ գովասանքը, եթե տանել, դա չի քո վարձքը երկնքում մնաց, որովհետև դու չէիր ակնկալում գովասանքը, դրա համար է չկորցրեցիր։ Աստված օրհնի մեզ ժողովուրդ։ Շատ այլ դրական բաներ կան, որ մարդը կարող է դրանց համար արժանանա գովասանքի, բայց արթուն լինի, որ չկորցնի։ Աշխարհի Տերը Քրիստոսն էր, չգայթակղվեց։ Աշխարհի Տերը, տիեզերքի Թագավորը, ինչ մեծ խոնարհություն։ Եկավ մեղավորներից տեղ խոնարհվեց։ Խաչը ելավ, ինչ գովասանք։ Նա գնաց մարդկանց ձեռքով անարգության, թքեցին, ծաղրեցին, խաչեցին, տանջալից մահվան դատապարտեցին, բայց իրականում այսօր գովասանքի արժան է մեր Տերը։ Փառքի Տերը նա է, արժան է լինել տիեզերքի Թագավոր։ Խոնարհությամբ, համեստությամբ գնաց միջև վեր, կատարյալ նաև այս հարցում։ Չակնկալեց, որ իցե մեկից գովասանք։ Գնաց նեղության ճանապարհով, նրան լինի փառք։ Եվ սրա համար էլ հայրը նրան շատ բարձրացրեց, նաև սրա համար։ Մեզ համար գերազանց օրինակ է մեր Տերը։ Օրհնի մեզ Աստված, մենք հետևենք նրան, եւ ինչպես որ ասեց Պողոս Առաքյալը, Աստծո շնորհքը ձեզանում լինի, որ ասա կարդամ այդ համարը,
Հռոմեացիս 16:20 խաղաղության Աստվածը խորտակե սատանային ձեր ոտների տակ շուտով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ։ Ամեն։ Ու չպարտվենք մինչև վերջ, գովասանքներ մեզ չհաղթի։ Աղոթենք։